Սովետական միության փլուզումից հետո, այսինքն 35 տարի շարունակ, Թուրքիայի դերակատարումը անշեղորեն նվազում էր։ Թուրքիայի շատ փորձառու հմուտ դիվանագիտության շնորհիվ ժամանակ առ ժամանակ նրանք առաջարկում են նախագծեր, օրինակ ժողովրդավարական հովանավոր դառնալ կենտրոնական Ասիայի երկրների համար, որով որոշ դեպքերում Միացյալ Նահանգները ոգևորվում էին եւ օգնում էին նրանց, դա Դեմիրելի գաղափարներ, Թուրգուտ Օզալի, Էրդողանը հասկացավ, որ դա հեռանկար չունի եւ դրան փոխարինեց ժամանակավոր կրկին Թուրանի գաղափարը, որը նույնպես տնկահարվում էր, որը մահացու վտանգ էր մեզ համար, որը աջակցություն ստացավ միայն Մոսկվայում եւ որի զոհը էլի դարձանք մենք, որովհետեւ հենց այդ Թուրանի նախագծի մեջ էր Ռուսաստանի օգնությամբ, որ Ադրբեջանը մինչեւ հիմա չի թողել իր երազանքը, դա Ռուսաստանի եւ Թուրքիայի երազանքն է Սյունիքի միջոցով ունենալ միջանցք, դա փաստորեն հիշեցնե միմիայն Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի դիմադրության շնորհիվ է, որ չի իրականացվել, հիմա միայն Ֆրանսիայի եւ Եվրամիության։ Բայց նաեւ հիշեցնենք Բայդենի Միացյալ Նահանգների, ճիշտ է, նախորդ վարչակազմի, այս վարչակազմը դեռևս ոչ մի ձևով չի արտահայտվել։ Չի արտահայտվել, սակայն ավելի ճիշտ չի արտահայտվել հրապարակայնորեն։ Էրդողանը չէր դիմի հիմա նոր խաղի, եթե հույս ունենար շարունակել հինը։ Բացի դա, այդ նախագիծը չստացավ աջակցություն վերջերս Չինաստանի կողմից, որովհետև նախորդ տարիներին Չինաստանը հավատաց, որ նման բան կարող է լինել իր շահերից։ Հիմա Չինաստանը բացարձակապես անսպասելի քայլ արեց հակաամերիկյան եւ պրոեվրոպական։ Չինաստանը վերջին օրերին Հնդկաստանից հետո կնքեց ռազմավարական տնտեսական համաձայնագիր Եվրոպայի հետ եւ անգամ Ուկրաինային խոստանում է ռազմական աջակցություն։ Պես որ վերադառնալով Թուրքիային պետք է ասել, որ թուրքերը այդ ամենը հաշվարկեցին եւ հիմա հասկանում են, որ որևէ տեղից, ոչ Միացյալ Նահանգներից, ոչ Ռուսաստանից, ոչ Չինաստանից աջակցություն չեն ունենա եւ փորձում են բռնվել Եվրոպայից, բայց Եվրոպայում Մակրոնն է, որին 3-4 տարի առաջ Էրդողանը անվանում էր շիզոֆրենիկ, բառի բուն իմաստով, այդպես էլ հայհոյում էր, որին 1-2 տարի շարունակ ձեռք էր առնում եւ հեգնում էր Ալիևը, ահա ինչու նրանք հիմա հանկարծ շատ մետաքսե ձայնով են խոսում, կապ չի, ընդհանրապես ձայն չի գալիս, Ալիևը փակում է երկիրը, փակում է միջազգային կազմակերպություններից, փակում է այն մուտքերը, որով Եվրոպան կարող էր այնտեղ ազդեցություն ունենալ, Կարմիր խաչն է հեռացնում, ՄԱԿ-ը, մի քանի այլ միջազգային կազմակերպություններ, Transparency International, որը նույնպես կարևոր մի բան էր եւ այլն։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ Թուրքիան այլևս 100%-ով չի կարող աջակցել Ադրբեջանին, Ադրբեջանը մեկուսանում է, Թուրքիան փորձում է վերադառնալ Եվրոպա, բայց կրկնում եմ, Մակրոնի դերը այստեղ շատ կարևոր է եւ Մակրոնը իմիջիալոց Մակրոնի հրկիլավ դիվանագետ է եւ ինչ որ խոստումներ է անում Թուրքիային, նա շաչարությունը չի ցուցադրում, նա չի ասում, որ հələ մի հատ հիշենք, այդ ինչ էր խոսում 3-4 տարի առաջ, նա դա չի ասում, բայց նա դա անում է եւ ահա որտեղ է մեր շանսը, այս առաջիկա 1-1.5 տարին մինչեւ Մակրոնի ազդեցությունը դեռևս հզոր է լինելու, որովհետեւ մերձը Գերմանիան ճիշտ է, նա շուտով կդառնա կրկին Եվրոպայի առաջնորդ, բայց դա որոշ ժամանակ է պահանջելու։ Բրիտանիան այդքան հեշտ չի վերադառնում, այսինքն գործընթացը կա, բայց 1.5-2 տարի առնվազն Ֆրանսիան է քաղաքական առաջնորդը Եվրոպայի եւ ահա որտեղ է մեր շանսը դառնալու Եվրոպայի լիիրավ անդամ կամ գոնե տեխնացու արդեն անբեկանելի ճանապարհով։ Իսկ Թուրքիան այլևս Եվրոպային որպես բանակ պետք չէ։ Եվրոպան ունի աշխարհի երկրորդ բանակը եւ այդ բանակը ուկրաինական բանակն է։ Ուկրաինական բանակն է այն կորիզը, որի շուրջը կառուցվելու է եվրոպական զորքը։ Դա ավանգարդն է։
մատյանգունդն է այդ եվրոպական նոր ստեղծվող ուժերի ամենափորձառու բանակը, որը 10 տարի է կռվում է, եթե հաշվենք 14-15 թվականների Դոնեցկի եւ Ղրիմի պատերազմը, որը հիմա հագեցած է գերարդիական զենքերով, ոչ մի այլ բանակ այդքան աստորեն գերարդիական զենք գործածվող չունի, որքան Ուկրաինան, մոտիվացիան ահռելի մեծ է դեռևս, Ուկրաինայի հետևից գալիս է Լեհաստանը, որը նույնպես շատ է մոտիվացված, Լիտվան, ոչ պակաս իհարկե ոչ այդքան մեծ հնարավորություններով, եւ ահա որտեղ է կարևորվում հայկական բանակի դերը, ոչ թե պատերազմ մղելու համար։ Հայոց բանակը ավանդաբար դիտվում էր որպես ոչ թե անվտանգության սպառող, այլ որպես անվտանգության արտադրող գործոն։ 30 տարի այստեղ պատերազմ չկար հայոց բանակի հզորության շնորհիվ։ Ահա ինչու Ռուսաստանը ամեն ինչ արեց, որ ոչնչացնի մեր բանակը, իհարկե ոչ թե բանակը ոչնչացրեց, այլ հրամկազմը։ Հրամկազմը մենք չունենք, դա բացարձակապես 0 է։ Ես ոչ մի վատ բան չեմ ուզում ասել հրամանատարների, այլ թվում նաև իմ հրամանատարների մասին։ Չէ, շատ խիստ չէ։ Այդ սովետական մաղձը, որը մնացել է այդ մարդկանց գլուխներում, զգեստից մինչև լեզվամտածողություն, մինչև լեզուն, որով խոսում են եւ այլն, այն ֆիլմերը, որոնք նայում են, գրքերը, որ կարդում են, եթե կարդում են, այդ ամենը ոչնչացնել է պետք։ Մեզ պետք են երիտասարդներ, ովքեր Հունաստանի, Ֆրանսիայի եւ միգուցե նաեւ Միացյալ Նահանգների ռազմական բուհերը կավարտեն եւ այդ ժամանակ մենք ունենանք բանակ, որը պաշտպանելու է մեզ պատերազմից։ Սանը հիմա պետք է զբաղվի միայն մեկ բանով՝ եվրոինտեգրում։ Ամեն ինչ պետք է ենթարկվի այդ գաղափարին։ Պետք է գեր նախարարություն, որը եվրոինտեգրման նպատակներին ծառայեցնի մեր ողջ քաղաքական պետական ապարատը, գյուղատնտեսությունը եւ բանակը, ոստիկանությունը եւ ամենակարևորը դատաիրավական համակարգը, դրանք պետք է լինեն եվրոպական։ Քաղաքացին պետք է լինի այս երկրի կենտրոնը, նրա պաշտպանությունը, նրա իրավունքները, նրա արժանապատվությունը։ Մենք դա կանենք։ Եթե դա չի կարող անել Փաշինյանի թիմը, դա չի նշանակում, որ դա չի արվելու։ Կանենք մենք, կբացենք երկիրը Սփյուռքի համար, Արևմուտքի համար։ Մենք փոքր երկիր ենք, մենք փաստորեն ցավոք սրտի քաղաք երկիր ենք, քաղաք պետություն ենք։ Ինչ նշանակում կբացենք Սփյուռքի համար, փակ է այժմ երկիրը։ Իհարկե փակ է։ Ինչով կբացեք, ինչով է փակ։ Փակ է գոնե մեկ բանով, եթե չեն գործում օրենքները, եթե օրենքները հարմար չեն բիզնեսի համար, քաղաքացիություն ստանալու համար, հատկապես հայերի համար, դա պրոտեկցիոնիզմ պետք է լինի նաև, այո, դա տգեղ խոսք է վերջի 20 տարիների ընթացքում, բայց Սփյուռքի կապիտալը այստեղ պետք է ոչ թե մուրացկանության ծառայի, այլ ներդրումների։ Ներդրումներ Սփյուռքից չկան։ Սփյուռքը ունի շուրջ 500, լավ չեմ ասի, չկան, շատ մեծ գումարներ ունի ներդնելու։ Ինչու չեն ներդնում, որովհետև պաշտպանված չեն, որովհետև ցանկացած պաշտոնյան, ցանկացած կոռումպացված չինովնիկը կարող է փոխել օրենքը, փակել այդ պաշտպանվածությունը։ Դատաիրավական համակարգը որոշում է ամեն ինչ։ Եթե մենք դա փոխենք, մնացածը կփոխվի մեխանիկորեն։ Մնացածը ինքնիստիկյան է լինում, եթե պաշտպանված է օրենքը եւ քաղաքացին։ Ապրում ենք մի դարաշրջանում, որտեղ մի քաղաքական գործիչ 3 օրում վերցնում էր Կիևը, բայց 3 տարում մինչև հիմա մի խողովակից դուրս չի կարող գալ, մյուսը 1 օրում ավարտում էր այդ պատերազմը, տեսնում ենք, որ ժամկետները եւ ենթադրությունները մարդկանցից են կախված։ Մենք ուզում ենք, որ մեր երեխաները մարդավարի ապրեն, մենք ուզում ենք, որ մեր պետությունը այլևս չլինի ռուս-թուրքական դաշինքի ավար, մենք ուզում ենք ազգ մնալ, հպարտ, արժանապատիվ, ուրեմն մենք ամեն ինչ կարող ենք անել, մենք ընդամենը 3 միլիոն էլ չենք, մոտ 3 միլիոն մարդիկ ենք, դա միջին եվրոպական կամ ամերիկյան քաղաք է, դա չինական գյուղ է,
Ինչա մենք չենք կարող 2-3 տարում կարգի բերել մի չինական գյուղի չափ մարդկանց եւ իհարկե կարող ենք։ Մենք հենց հիմա փորձելու ենք դա անել Գյումրիում, ցույց տալու համար ինչպես պետք է կառավարել քաղաքը, ինչ կարելի է անել, եթե գործում է օրենքը, եթե բարձրորակ մասնագետներ են ընդգրկված, եթե այդ ԽՑԲ-ն անջատված է, հայտնի չկա կոռուպցիա, մենք դա կարող ենք անել։ Ընտրությունը ժողովրդին է, դուք շարունակելու եք այդ սև սպիտակ խաղը, շարունակելու եք ընտրել նախկիններին եւ ներկաներին։ Կրկնեմ, որ երրորդ անգամ Արթուր Սակունցի ոսկի խոսքերը Եվրադաշինքի ստեղծմամբ բոլոր ներկաները դարձան նախկին։ Մենք դա ուզում ենք ապացուցել գործով։ Մենք փորձելու ենք անել դա Գյումրիում, մենք փորձելու ենք անել դա հաջորդ ընտրություններում ամբողջ երկրում, այո իհարկե։ Ես չեմ կարծում, ես վստահ եմ, որ մենք դա։ Ինչու է իշխանությունը այդքան վստահ, որ իր տեխնացուն է հաղթելու Գյումրիում։ Իշխանությունը ոչ մի բանի մասին վստահ չի։ Իրենք ձևացնում են, որ այդպես է։ Ուրիշ հարց է, որ իրենք ամեն ինչ կանեն, ինչ կկարողանան անել, պահպանելու վերահսկողությունը Գյումրվա վերաբերյալ, բայց ինչին դա բերեց Գյումրիին, գյումրեցիք շատ լավ գիտեն։ Ինչին դա բերեց Արցախը, գիտեն արցախցիները։ Ինչին դա բերեց Երևանը, մենք բոլորս գիտենք։ Մենք շնչում ենք աշխարհի ամենասարսափելի օդով։ Ինչու՞։ Որովհետև ագահ, անկուշտ մի քանի պաշտոնյաներ 300 բարձրարկ շենք են կառուցում միաժամանակ Երևանում, որը առանց այն էլ խեղդվում է։ Բա հիշեք 23 թվականին ում էին ձայներ տալիս։ Եվ 26 թվականին մի անգամ էլ մտածեք, թե ում եք տալու ձայներ։ Իմ լավ բարեկամ Փայլուն դերասան Վարդան Պետրոսյանը մի այդպիսի մանրապատում ուներ հայերը եւ հավերը։ Եվ պատմում են, որ մանկության օրերին մի խաղ տենց հորինեցին, մեծ թաս էին բերել, փայտի վրա կանգնեցնում էին ու մի պարանով կապում էին այդ թասը, կանգնած վիճակում, հետո կորկոտ ցորեն էին թափում ու ճնճղուկները կամ աղավնիները հավաքվում են, հենց հավաքվում են, երեխաները քաշում էին պարանը, թասն ընկնում էր ու թռչունները վերջի պահին հասնում են փախչել։ Հավերի դեպքում, ասեց, մենք նկատեցինք, որ հավերը ու այլևս երբեք թռչունները չեն վերադառնում, գիտեն, որ այնտեղ վտանգ է։ Հավերը 5 րոպե հետո մոռանում էին ու նորից գալիս էին նույն կուտը ուտելու։ Եվ նա ասում է, ինչքան կարելի է հավ լինել ժողովուրդ։ Հայերը հավ դարձան, հա։ Մենք դեռ ռուսների ու թուրքերի երթումներին պետք է հավատանք, խաղաղության պայմանագրերին Ալիևի հետ, բարեկամության կոչերին եւ կենացներին Պուտինից կամ Կոպյուրկինից, հերիք է մեզ էշի տեղ դնել։ Լավ ուրիշները որ դնում են հասկանալի է, դա իրեն ձեռ է տալիս, բայց մենք դա Ռուսաստանի գործոնի հետ կապված դուք ասացիք, որ դրան պետք չի հավատալ։ Ես չեմ ասել ոչ մի բան, իրենք ամեն ինչ արել են։ Ժողովուրդը 200 տարի երթվում էր ռուսներով։ Ինչ պետք է անեին ռուսները։ Որը կարող է լինել, ինչի վրա պետք է հույս դնել, ինչ կարող է լինել Հայաստանի անվտանգության երաշխիքը։ Խելքը, ընդամենը բանականությունը, ոչ արհեստական, բանական, նորմալ, բնական բանականությունը։ Ինչ է ցույց տալիս այդ բանականությունը։ Եթե դու շրջապատված ես թշնամիներով, միլիոնավոր թշնամիներով, անգամ բարեկամ Իրանից մարդիկ են գալիս եւ ադրբեջանական ցակումով եւ մեզ համար վիրավորական երկեր կենացներ են ասում մեր հրապարակում, չէ՞։ Այսինքն Իրանի այդ Իրանի հետ եք դուք ուզում ռազմաքաղաքական դաշինք կազմել, հա։ Շնորհավորում եմ ձեզ։ Մյուս կողմից Ադրբեջանը 10 միլիոնանոց, մյուս կողմից 80 միլիոնանոց Թուրքիան, ոչ հեռու Սիրիան, որտեղ երեխաներ են մորթում էլի մահմեդական, պարզապես ալավի, որոնց մահմեդականությունը բավականաչափ մահմեդական չէ։ Դուք հələ ինչ որ պատրանքներ ունեք, ուրեմն ինչ է պետք անել։ Դաշինք այլ միջոցով այդ ինչ եք դուք բերելու, պայթացնելու ենք մեծամորի ատոմակայանը, որ հպարտորեն ասենք, որ մենք
նահատակ դարձանք 3 միլիոնով, հա, ու հետո հեռավոր Գլենդեյլում այնտեղ ապրող Պարքև Սրբազանը մեզ բոլորիս սրբ բանին դասի, հա, մեզ դա պետք չէ, մենք ուզում ենք ապրել, լավ ապրել, երջանիկ լինել, երեխաներ ունենալ, երկիր ունենալ, դրա համար պետք է ունենալ լավ դաշնակիցներ։ Եվրամիությունը մեզ դա առաջարկում է։ Աստված, Տեր Աստված մեզ ուղարկել է այդ հնարավորությունը եւ պետք է պարզապես սատանայի ծառա լինել, որ այս բազմաչարչար, հպարտ, հանճարեղ ժողովրդին շեղել եւ տանել հակառակ ուղղությամբ։